Здравствуйте, уважаемые подписчики! Сегодня у нас в гостях старший директор Наира Асатрян. Добрый день. Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Наира, не так давно вы вырастили директора в своей структуре. Скажите, пожалуйста, какие 3 шага должен делать наставник, чтобы вырастить успешного лидера? Առաջին պետք է օգնել, որպեսզի սկսնակը որոշում կայացնի, որ անպայման հաջողելու է այս ոլորտում։ Դա պետք է անել այն կանանց օրինակով, ովքեր արդեն ունեն այստեղ բնակարաններ, ավտոմեքենաներ, օգնում են իրենց ամուսիններին, ովքեր ապահովում են իրենց երեխաների կրթությունը արտերկրում, ճանապարհորդում են, այնպես պետք է անենք, որպեսզի սկսնակը հասկանա, ինչ կունենա մեզ այդ համագործակցելու արդյունքում։ Երկրորդ պետք է օգնել, որպեսզի սկսնակը գտնի ճիշտ նպատակ, որ առավոտյան արթնանալով պատրաստ լինի կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք կմոտեցնեն իրեն իր նպատակին։ Պետք է հասկանալ նպատակը, երբ է ուզում դա իրականացնել, ժամկետը, գումարի չափը եւ արդեն ըստ այդմ կազմել պլան։ Եվ երրորդ, պետք է սովորեցնել սկսնակին, որ պատրաստ լինի փոփոխությունների։ Բիզնեսում անընդհատ ունենում ենք փոփոխություններ եւ դա սկսնակը պետք է ընդունի որպես աճելու հնարավորություն։ Какие ошибки чаще всего совершает консультант на пути к статусу директора и как их можно избежать? Ամենամեծ սխալը, որը բոլորս ենք անում, ես էլ եմ ժամանակին արել, դա այն է, որ մեզ դնում ենք սուպերհերոսի տեղ։ Մեզ թվում է, թե մենք ամեն ինչ կատարյալ ենք անում եւ սկսնակները չեն կարող, ու այստեղ արդեն ստացվում է այնպես, որ մենք չենք կարողանում աճել, մնում ենք նույն ստատուսի վրա, քանի որ կատարում ենք սխալ գործողություններ, ու երկրորդը, որ շատ ավելի վտանգավոր է, դա այն է, որ կտրում ենք սկսնակի թևերը, հետո երբ որ արդեն ուզում ենք իրեն տալ պատասխանատվություն, նա վախենում է, մտածում է, որ ինքը չի կարողանա անել, նաստավնիկը ավելի լավ էր անում։ Հաջորդը խորությունների վրա չաշխատելը։ Շատ ժամանակ մեզ թվում է, որ սկսնակը կկարողանա լավ բացատրի, ներկայացնի բոլոր հնարավորությունները, բայց այս դեպքում մենք շատ անգամ կորցնում ենք մեր թիմի տնօրեններին։ Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մշտապես բացել հաշվետվությունները եւ խորությունների վրա զանգեր անել, որովհետեւ երբ որ դու ես զանգեր անում, դու արդեն հասել ես ինչ որ արդյունքի, պատկե լրիվ այլ է լինում, քան թե որ թողնում ես սկսնակին։ Եվ մյուս կարևոր բանը պետք է մշտապես հաճախել սեմինարների։ Կլինի ամիսը 1 անգամ, կլինի ամիսը 2 անգամ, սեմինարները շատ կարևոր են, լիդերը պետք է մշտապես կրթվի, որպեսզի կարողանա առաջ գնալ այս բիզնեսում։ Какими качествами должен обладать наставник, чтобы выращивать успешных лидеров? Նաստավնիկը առաջին հերթին պետք է լավ հոգեբան լինի, որպեսզի կարողանա սկսնակի հետ անհատական աշխատանքի դեպքում բացահայտել նրա թույլ եւ ուժեղ կողմերը, պետք է լինի բարի, ազնիվ, իր խոսքը եւ գործը պետք է համապատասխանեն, որպեսզի թիմը նրան հարգի եւ վստահի, պետք է մշտապես կրթվի, որպեսզի կարողանա թիմին գիտելիք փոխանցի եւ տանի իր հետևից։ Расскажите о вашем самом любимом продукте от компании Faberlic. Ես ինքս շատ կարևորում եմ առողջության պահպանումը։ Մենք այս սեզոնին անպայման օգտագործում ենք վիտամին C ցինկով, բրոնխոֆորտեն, այս վիրուսները ավելի հեշտ հաղթահարելու համար, բայց ես ինքս բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս օգտագործել քլորելա սպիրուլինա։ Այն ունի օրգանիզմում ակրող ազդեցություն եւ մշտապես օգտագործելու դեպքում մենք կկարողանանք ավելի երկար պահպանել մեր երիտասարդությունը եւ գեղեցկությունը, ու այս պրոդուկտը շատ կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր կենթանական ծագման արտադրանք չեն օգտագործում։ Какой самый важный совет вы бы дали всем новичкам компании Faberlic? Բոլոր սկսնակներին խորհուրդ կտամ վերարժևորել այս հնարավորությունը եւ այս պահին ձեզ մի հարց տվեք, ինչ դրական փոփոխություններ կբերի այս բիզնեսը ձեզ եւ ձեր ընտանիքին։ Наира, спасибо большое за интересное интервью. Շնորհակալ եմ Աննա ջան, ինձ եւս շատ հետաքրքիր էր։